Այո, սա դարձյալ մենք ենք, ու դեռ 2 տարի առաջ մենք սկսեցինք Երևանը ESM միջոցառումների շարքը։ Մեր մայրաքաղաքի մասին կարելի է անվերջ խոսել, ու ինչ էլ ասենք, էլի քիչ է։ Ապրում ենք Երևանում, ապրում ենք Երևանով, լսում նրա սրտի յուրաքանչյուր զարկ։ Ու մեզնից յուրաքանչյուրն ուզում է, որ այդ զարկերը լինեն հավերժ, լինեն առողջ, որպեսզի մենք չանհանգստանանք, որպեսզի մենք ապրենք ու արարենք մեր Երևանում, որպեսզի կառուցենք մեր Երևանը, որպեսզի մնանք իսկական երևանցի։ Իսկ ով է իսկական երևանցին։ Ես, մենք։ Այո, մենք, որովհետև մենք ոչ միայն ապրում ենք Երևանում, այլ Երևանն ապրում է յուրաքանչյուրիս մեջ։
Ես լսում եմ Երևանի ձայնը, հաճախ ֆինուզի ծաղը, մանկանացն ու երաժշտության բերկրանքը, հաճախելու ռոհամեստ ճիճը։ Մենք խոստացանք շարունակել Երևանյան պատմագրությունը։ Այն շարունակելու համար որոշեցինք բացահայտել Երևանը, ճանաչել մեր անցյալն ու այդ մեզ համար անծանոթ անցյալում այսօրը կառուցողների անունները։ Ներկան մենք ենք, ու միայն հողին ամուր կարճած արմատներն են թույլ տալիս կերտել ապագան։ Չմոռանանք մեր արմատները։ Հիշենք այն մարդկանց անուններն ու գործերը, որոնք իրենց ներկայում գուցե մեզ նման ասել են Երևանի եսը։ Իդեպ, Երևանյան պատմագրության շարունակությունը միօրինակ դասապրոցես է, մի տարբերությամբ միայն, որ այս դասը ճանաչողական է, ու այն տևեց շուրջ 1 տարի։ Եվ այսպես, մենք գիտենք Երևանի պատմությունը, այսօր ուզում ենք մի քիչ մանրամասներ։ Այդ պատմությունը իմանալու համար ուղղակի պետք է սիրել քաղաքը, տեսնել անտեսանելին, նկատել մանրուքները, տեսել քարի պատմությունները, որոնք պատմում են հին ու բարի պատմություններ։ Նայել ու տեսնել քարը, գնահատել դրան տրված բոլոր ճարտարապետական լուծումները, տեսնել ճարտարապետության երաժշտությունը։ Որքան կատարյալ է ճարտարապետությունը, այնքան երկեցիկ է երաժշտությունը, արհեստը արվեստի մեջ, կամ հակառակը, արվեստը արհեստի մեջ։ Իսկ ինչ են պատմում երևանյան քարերը, որոնք մարդկային մտքի թվիչքի արդյունքում դարձել են հավերժություն։ Այս քարերը պատմում են պատմություններ սիրո, հավատարմության, հրաշքի ու գաղթականքի մասին։ Պատմում են տառապանքի ու պայքարի մասին ու աշխարհին ապացուցում, որ մենք եղել ենք, կանք ու կլինենք։ Ցավոք մենք չենք կարող այսօր ներկայացնել ձեզ այն բոլոր զարմանալի պատմությունները, որոնք պատմեցին մեզ քարերը։ Իրեն ուզում ենք ապացուցել, որ նրանք իրոք պատմում են։ Միայն թե պետք է կարողանալ լսել։ Փորձում էին կարևորել Երևանյան հուշարձանների ցանկը, բայց անկարևոր քար Երևանը չունի։ Ուստի կպատմենք մեզ ծանոթ ու անծանոթ պատմություններ։ Եվ ասպես ամենային քարից բնաստես Հովհաննես Թումանյան։ Բրոնզ գրանիտ թելադրվել է 1957 թվականին Ազատության հրապարակի կենտրոնում։ Թումանյանն իր վեր կեցվածքով այս հրապարակում մենակ չէ, ու դա ևս պատահական չէ։ Ալեքսանդր Սպենդիան, Թումանի ամենամոտ հարևանը, քանդակագործ Արա Սարգսյան, Ղուկաս Չուբարյան, բրոնզ գրանիտ տեղադրվել է 1957 թվականին Ազատության հրապարակի կենտրոնում։ Իսկ ինչ են հենց այս երկու անճարների արձանները տեղադրվել Ազատության հրապարակում։ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը կրում է հենց Սպենդիարյանի անունը։ 1916 թվականին կոմպոզիտորը Թիֆլիսում ծանոթանում է Հովհաննես Թումանյանի հետ, որն էլ առաջարկում է կոմպոզիտորին ընտրել իր 3 պոեմներից մեկը, որոնք էին Փարվանան, Անուշը եւ Տնկաբերդի առումը, եւ նրա հիման վրա ստեղծել մի նոր օպերա։ Սպենդիարյանը զբաղվում է Տնկաբերդի առումը պոեմի օպերայի մշակմամբ, որն էլ անվանում է Ալմաստ օպերա։ Սակայն օպերան անավարտ է, քանզի այն չի բեմադրվել կամ խմբագրվել կոմպոզիտորի օրոք։ Միայն 1933 թվականին, երբ ասեց օպերայի եւ բալետի ազգային թատրոնը, բեմադրվեց Ալեքսանդր Սպենդիարյանի եւ Հովհաննես Թումանյանի գրած Ալմաստ օպերան։ Ժամանակը ցույց տվեց, որ երկու անճարների աշխատանքը հավերժացավ ժամանակի մեջ, իր ուրույն հետ կտողներով մշակութային պատմագրության մեջ։ Ճանաչված մարդկանց շրջանների կողքին Երևանում կարելի է տեսնել նաև սիմվոլիկ հուշարձաններ։ Կարաբալա, քանդակագործ Լևոն Թոքմաջյան, բրոնզ, բարձրությունը 2 մետր, տեղադրվել է 1995 թվականին Աբովյան փողոցում, ներկայումս զարդարում է Հյուսեյն պողոտան։ Նայեք այս տերունում, որը շրջում էր Երևանի փողոցներով, ժպտում ամենաբարի ժպիտով ու ծաղիկներ բաժանում աղջիկներին, իր շուրջը սփռելով բույս ու սեր։ Ասում է, նա աղքատին թափառական է եղել։ Ոչ, բավականին հետաքրքիր է Կարաբալայի պատմությունը։ Նա աղքատ չի եղել ու ոչ էլ թափառական։ Սովետական հասարակարգի օրոք նրա ծնողներին են պատկանել Ֆլորա այգիները, բայց ինչ-ինչ պատճառներով իշխանությունը խլել է նրա ձեռքից ողջ ունեցվածքը։ Իդեպ, Կարաբալան համարձակություն է ունեցել բռնողվելու իշխանություններին, ինչի հետևանքով բանտ է եկել։ Երբ դուրս է եկել այդ գորշ աշխարհից, բախվել է մի ուրիշ, էլ ավելի գորշ ու դաժան իրականության։ Նա այլևս չուներ ընտանիք։ Ու նա դարձավ Կարաբալա, որը նշանակում է սև տղա։ Եվ շրջում էր սև տղան Երևանի կենտրոնով ու սեր բաժանում, կամ գուցե հայցում, ինչևէ,
Կարաբալան Երևանյան պատմության չթերթվող էջերից է։ Վարդան Մամիկոնյան, քանդակագործ Երվան Քոչար, ճարտարապետ Ստեփան Քյուրչյան, կապածո փոխինց, ավազակար տեղադրվել է 1975 թվականին։ Հայ ժողովրդի մեծագույն հերոսներից մեկն է Վարդան Մամիկոնյանը, ավարայերի հերոսը։ Նրա արձանը յուրահատուկ ճարտարապետական լուծումներ ունի, նա կարծես օդում ունի, պատրաստ փրկի ու հարձակման։ Գերմանական ամսագրերից մեկում գրել էին, որ աշխարհի 3 լավագույն արձաններից մեկը Վարդան Մամիկոնյանի արձանն է։ Սովետական իշխանությունները վերահսկում էին ամեն ինչ, նույնիսկ ճարտարապետական լուծումներ էին ստուգում ու վերստուգում, բայց արի ուտես, որ ամենապես խորհրդային աչքը վրիպեց ու չնկատեց քանդակագործի ու ճարտարապետի թաքցրած ու միաժամանակ բացահայտ միտումը։ Վարդան Մամիկոնյանի արձանը, եթե դիմենք դիմացից, այն խաչի տեսքում, ինչը շատ խորհրդանշական է։ Արավոտից իրիկում ջուրեմ ծախում սարաջում Երևանը հակասությունների քաղաք է։ Այսքան նոր Երևանի մեջ ապրում է հին Երևանը։ Ամենաերևանյան ջրավաճառ տղան, որն ու պատմում է իր պատմությունը, անելով մեզ հիների։ ջուր գնեցեք սարը ջուր իմ կուրայից այս բուջուր Ամենափոքր հուշարձանից անցնենք ամենամեծին, Մայր Հայաստանի հուշակոթողին, որը գտնվում է Հաղթանակի զբոսայգում։ 22 մետր բարձրությամբ այս արձանը կարծես հսկում է քաղաքի անդորը։ Այն տեղադրվել է 1967 թվականին 34 մետրանոց պատվանդանի վրա, մինչև պատվանդանի վրա կանգնեցված է եղել Յոսիֆ Ստալինի հուշարձանը։ Պատվանդանի ներսում է գտնվում հայրենական պատերազմին նվիրված թանգարանը։ Հայկական էպոսի հերոս Սասունցի Դավթի արձանը, քանդակագործ Երվան Քոչար, ճարտարապետ Միքայել Մազմանյան, տեղադրվել 1959 թվականին Կայրանամերձ Սասունցի Դավթ հրապարակում։ Սասունցի Դավթի հուշարձանը դարձել է ոչ միայն երևանյան խորհրդանիշներից մեկը։ Հայ ֆիլմ կինոստուդիայի նկարահանած բոլոր ֆիլմերը սկսվում են հենց այս պատկերով։ Եվ դա պատահական չէ, որ նա հայ էպոսի գլխավոր հերոսն է, որը հարյուրամյակներ շարունակ մարմնավորել է հայ ժողովրդի ազատասիրության ձգտումը։ Արձանախմբի մեջ կան այդ բաժակի գաղափարը, որը խորհրդանշում է հայ ժողովրդի անսպար համբերությունը։ Ալեքսանդր Թամանյան, էլ ինչ Երևան առանց Թամանյանի, ով գիտե, թե ինչ տեսք ունենար Երևանը առանց մեծը ճարտարապետի։ Քանդակագործ Արտաշեն Սովսեդյան։ Թամանյանը, մնալով հավատարիմ ազգային ոճին, մշակեց մի ծրագիր, ըստ որի յուրաքանչյուր նոր քար, որը դրվում էր հնի փոխարեն, խոսում էր հայերեն, պատմում մեր պատմություն և մատնանշում մեր քրիստոնյա լինելը։ Թամանյանը մեծագույն ճարտարապետ էր։ Դա իր մասնագիտության մեջ բացառում էր միայն ժխտողական ճարտարապետությունը։ Նա երբեք չէր ժխտում անցյալը։ Հակառակ, միշտ պնդում էր, որ ամուր քարը հնություն չի ճանաչում, և նորը կարելի է կերտել այն ամուր անցյալի հիմքերի վրայով։ Տիզեռնակապեր 1915 թվականի Հեղամի Զոհերի նիշատակի նվիրված մի հուշակոթող, որի գոյությունն արդեն սովետական հասարակարգի օրոք աննախադեպ երևույթ էր։ Երևանում Եղեռնի Զոհերի հիշատակին կառուցող կոթողի մասին օրենքը պարզվեց, որ միակն է, որը գրվեց հայերեն և ընդունվեց Հայաստանի կոմունիստական կուսակցության կողմից։ Luis Mudutor de Silu, Luis Mahanga.
Սիրող սրտեր կարող հասնին իրար մի օր հոգից բացեմ իտեր Քանցան մարմինան ես Քեզի կամ տիրամեր Անեմ մաղոթու ես Լույս մուտուտուզի սիրուր Լույս մահանգատիմ տանիմ իհուր Տանիմ հասցան իմ հերու Բաժան սրտերում տանու Անով սայդուտուր Լույս մուտուտուզի սիրուր Լույս մահանգատիմ տանիմ իհուր Տանիմ հասցան իմ հերու Բաժան սրտերում տանու Անով սարամենուն Արևելավ նորեն կշաղիս է Կամին բերավ ամպեր կլացիս է Ակում դե պապողին տվավցիլեր Ջուրեր դարձան ովյան անհատակ սեր Կայցակսակ է ճարին ճարակեք սեր Միայն մատոք սեր չհասավ այս մեծ աշխարի մեջ Լույս մոտուտուզի սիրուր Ազատության հրապարակում գտնվող օպերա եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը եւս Թամանյանի նախագիծն է։ Իդեպ 1935 թվականին Փարիզում շենքը արժանացավ Գրանպրի մրցանակին։ Օպերայի շենքի հրապարակի բնագեշների մասին արդեն խոսեցինք։ Մարտոցի բողոքային նայում մի բեհարձան եւս։ Այս տղամարդը բավականին գրավիչ էր։ Սևերուն հայացքով, գանգուր մազերով, նա հռչակվել է աշխարհով մեկ, գրավել է իր ուրույն տեղը համաշխարհային երաժշտադարանում։ Աննազանդ ու խռոված երեխա, այսպես էր անվանում կոմպոզիտորն էր ստեղծագործությունը, որը ծնվել էր ոչ թե նրա բարի կամքից, այլ Գայանե բալետի բեմադրող ռեժիսորի համոզիչ խնդրանքից հետո։ Կոմպոզիտորը անկրեց մի երեկոյի ընթացքում։ Ռեժիսորը այդ երեկոյից հետո գրեց. Գրողը տանի էներգիա և լեցուն, անսահման նվիրված արվեստին, էքսցենտրիկ և չափազանց բարի մարդ։ Հենց այսպիսին էր կոմպոզիտորը, բարի, նվիրված ու փոխադարձ ընկեր, իմաստուն ուսուցիչ։ Ուրիշներին ենթարկվելու ոչ մի միտում չունեցող ու արվեստի ճակերտավոր նորաձևություն արհամարող, ինչի համար էլ նրան այնքան էլ չեն սիրում սովետական չինովնիկները։ Եվ այսպես Արամ Իլիչ Խաչատրյան, նրա ստեղծագործություններն էստաժանգույն դասեցին 20-րդ դարի դասականների շարք։ Այնպիսի մարդիկ ինչպիսին էր Արամ Խաչատրյանը, կարծես թե իրենց վրա կրում էին Աստծո օրհնությունը, ապրում ժամանակից ու տարածությունից դուրս։ Քանզի հասարակ մականություն դժվար թե կարողանար ստեղծել 7 նոտաներից բաղկացած այդ կախարդական ստեղծագործությունները։ Թումանյանի, Սպենսերյանի եւ Արամ Խաչատրյանի հարաբերությամբ քաղաքը զարդարում է մի հաճար եւս։ Այս արձանի մասին կարծիքները եւս հակասական են, չնայած այդ ամենը կարևոր չէ։ Կարևորը այս կոմպոզիտորի զգալն է, չնայած չզգալն անհնարին է։ Նրա արվեստի վարպետությունն անքնելի այնպես, ինչպես անքնելի են Աստծո գործերը։ թվականին խորհրդային էկրան բարձրացավ առաջին սիրո երգը կինոնեկարը։ Հաշված օրերի ընթացքում ռեկորդային արդյունքներ ապահովեց դրամարկղային եկամուտների իմաստով։ Բոլոր առումներով ֆիլմն ինքնին հաջողված էր, սակայն ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ այդ հաջողության գլխավոր գրավականը գնաժապավենում հնչող երգերն են։ Առաջին սիրո երգը Երևանում, որոնց հեղինակն էր Արնո Բաբաջանյանը։ Այդ երգերը նրան դարձրեցին հանճարեղ կոմպոզիտոր։ Բանաստեղծները մեծ պատիվ էին համարում նրա հետ համագործակցելը, իսկ երգիչները նրա ստեղծագործությունները կատարել։ Наступим по всем поверьям год любви, истребимый заповедной оборви.
Ասում են, Արման չէր համաձայնում երաժշտություն գրել Հարսնացիոն հյուսիսից ֆիլմի համար, ու երբ իմացավ, որ գլխավոր դերից մեկը պիտի իր որդին մարմնավորի, նա հանձնվեց ու ստեղծվեց այն, ինչ ստեղծվեց, ապրեց ու դարձավ մերը։ Երաժշտագետների բնորոշմամբ Առնո Բաբաջանյանը անկրկնելի էր։ Անկրկնելի էին նրա արտաքինը, վարվելաձևը, պայթուցիկ մնամոլությունը, դաշնամուր նվագելու նրա կերպը, նրա ողջ ստեղծագործությունը։ Պատիթիկ արտահայտված երաժշտությունը նրա համար ոչ թե սոս կարվեստի ստեղծագործություն էր, այլ իր բնությունը, իր էությունը, դա ինքն էր որ կար։ Մի օր, երբ փոքրիկ Արմոն դեռ մանկապարտեզում էր, նրանց մոտ եկավ մի այցելու։ Այդ մարդը խնդրեց, որ փոքրիկները երգեն։ Երգեց նաև Արմոն, ծափերով ինքն իրեն ռիթմ տալով։ Անծանոթն ուշադիր լսեց նրան ու ժպտաց։ Այդ մարդու անունն էր Արամ Իլիչ Խաչատուրյան։ Դժվար է ասել, թե ինչ կլիներ առանց այդ բաղդոր շատ մի բան, 20-րդ դարի հայ երաժշտության ապագա երկու գաղտնիների Երևանյան պատմություն ուսումնասիրող ճանապարհը մեզ բերեց դեպի մեր հարազատ դպրոց, Մոսկովյան 13։ Մեր կյանքի առաջին, թերևս ամենաերկար փուլն անցնում է այս փողոցով։ Տարիներ շարունակ նույն ճանապարհով անցնում դառնում ենք։ Փողոցն էլ դառնում է մի տեսակ հարազատ ու սիրելի։ Բայց արինտես, որ Մոսկովյան փողոցը հայտնի է ոչ միայն այն պատճառով, որ այստեղ է գտնվում քաղաքի ամենալավ դպրոցը։ Մոսկովյանը հայտնի է իր հարուստ պատմությամբ, հայտնի մարդկանցով, լավ մարդկանցով, երևանցիներով։ Տարիներ շարունակ քայլում ենք Մոսկովյանով, որը մեզ համար միայն դպրոց ստանող ճանապարհն է։ Մենք հանձն ենք առել ճանաչել մեզ ծանոթ ու անծանոթ Երևան, լսել անլսերին ու տեսնել անտեսանելին, հասկացանք, որ Մոսկովյան փողոցը մեզ շատ բաներ ունի ասելու։ Մոսկովյան փողոցի շենքերին փակցված են հուշաքարեր։ Դրանք պատմում են այդ շենքերում ժամանակին ապրած ու ազգային պատմագրության մեջ իրենց տեղը գտած մարդկանց մասին։ Կանգ առանք ու սկսենք կարդալ։ Չէ՞ որ նրանք են երևանցիներ, որոնք ապրել ու արել են մեր քաղաքում, մեր քաղաքի համար։ Սկսեցինք մեր որոնումները։ Աշխատանքը մի քիչ բարդ էր, բայց ավելի հաճելի էր այդ բարդությունների ախտարարումը։ Թակում էինք դռները, ակնկալելով լսել նորովի պատմություններ տանտերերի ու նախկին բնակիչների մասին։ Յուրաքանչյուր բացվող դուռն անհույս էր, որտեղ հիշում են այս մարդկանց։ Յուրաքանչյուր բացվող դուռ ասում էր, որ մեր որոնումներն անիմաստ չեն, չնայած եղան նաև զավեշտալի պատմություններ։ Հերթական դռներից մեկը երկար թակելուց հետո հասկացանք, որ այն չի բացվելու։ Քիչ անց նշմարվեցին կենտրոնական ձայներ։ Դուռը չբացվեց։ Վերջից հարցրեցին, թե ինչ ենք ուզում։ Ներկայացանք, որ եկել ենք Պուշկինի դպրոցից, մի քիչ կուզեինք իմանալ քալանդարի եւ Վաշտյանի մասին։ Եվ ինչ եք կարծում, ներսից մեր շատ լուրջ պատասխանեցին, որ նման աշակերտներ այս մուտքում չեն բնակվում։ Եվ այդ պահին հուշաքարերը լուր հառաչեցին ու մենք շարունակեցինք։ Եվ ահա բացվեց առաջին լուսավոր դուռը։ Բացվեց իսկույն, բացվեց ժպիտով, պատրաստանելով մեզ նախորդ 100-ամյակ, լսնելով մեր որոնող սրտերը, ջերմությամբ ու հպարտությամբ։ Իհարկե բացվեց, չէ՞ որ այնտեղ պուշկինականներ են ապրում։ Եվ այդպես Մոսկովյանը 10 է։ Այս տանը 1941-ից 1967 թվականներին բնակվել է պետական և մշակութային ականավոր գործիչ Անդրանիկ Խաչատուրի Շահինյանը։ Իդեպ, այս շենքում էր շովում մի ամբողջ աստղաբույն։ Մշակույթի գործիչներ, ճարտարապետներ, նկարիչներ,
Մալտիվոս Սարյանը իր հանրային մասիցները նկարել հենց Անդրանիկ Շահինյանի պատշգամբից։ Անդրանիկ Շահինյանի մասին մեզ պատմեց հրաթորմի Աննա Շահինյանը, որն ընդամենը մի քանի տարի առաջ է փայլուն ավարտել մեր դպրոցը։ Պետական գործիչ Արամ Փիրուզյան։ Շնորհավոր գիտնական Էդուարդ Մարգարյան։ Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Զավեն Բարշինյան։ Գետմիկոս բժիշկ Լևոն Ավանեսյան։ Հնագետ պատմաբան Աշխարհաբեկ Քալանթար։ Խոշորագույն բանասեր գրականագետ լեզվաբան ակադեմիկոս Մանուկ Աբեգյան։ Անուններ, որոնք մեր ազգային պատմության մեջ գրվում են մեծատառով ոչ միայն այն պատճառով, որ դրանք հատուկ անուններ են, հատուկ են նրանց դերը յուրաքանչյուր հայ կյանքում։ Այս անունների կողքին մենք մեզ իրավունք ենք վերապահում նշելու էլի շատ արժանավոր մարդկանց անուններ։ Նրանց գործերն անմահ են, իսկ մեզնից պահանջվում է հիշել ու ճանաչել։ Զինվորից մինչև գեներալ հասած հոգատար Երևան։ Ճանաչել ու արժևորել մերը, չէ որ մերն ուրիշ է։ Ու Երևանը սպասում է դեռ այն քարե հանճարներին, որոնք իրենց արժանի տեղը դեռ կգտնեն իմ Երևանում։ Սովետական միության հերոս գեներալ Ասկանաս Կարապետյան։ Նրա տանդերները բացվեցին յուրօրինակ ջերմությամբ։ Դստել Լիլիա Կարապետյանի պատմությունները հերոսոր մասին մեզ տեղափոխեցին նախորդ հարյուրամյակ։ Սովետական կենցաղ, պարկեշտ ու օրինակելի մի ընտանիք, որտեղ խստությունն ու կարգապահությունը համեմված էին ծիծաղով ու սիրով։ Իրական ու գունեղ պատմությունները մեզ տարան նաև հայրենական պատերազմի դաշտ, ուր հերոսաբար գրվելու հաղթել է Ասկանաս Կարապետյանը։ Զինվորից մինչև գեներալ հասած հոգատար Երևանցի, որն ի դեպ եղել է մեր դպրոցի ծնողական խորհրդի պատվավոր անդամ։ Շնորհակալ ենք այն երջանիկ պատահականությանը, որը հնարավորություն տվեց առնչվելու չպետակ պատմությանը, ընդմիշտ փոխելով մեր պատկերացումները, անցյալի օրինակի, պատերազմի ու ինչու՞ չէ, սովետական հասարակարգի մասին։ Մեր հարազատ դպրոցի հարևանությամբ գտնվող հուշագարը շատ են։ Բոլորի մասին էլ հավաքել ենք համապատասխան ինֆորմացիա, ծանոթացել ենք բոլորին, լսել ենք բոլոր պատմությունները, որոնք կպատմենք մի օր, անպայման կպատմենք։ Անուններ, որոնք մեր ազգային պատմության մեջ գրվում են մեծատառով, ոչ միայն այն պատճառով, որ դրանք հատուկ անուններ են, հատուկ է նրանց դերը յուրաքանչյուր հայ կյանքում։ Այս անունների կողքին մենք մեզ իրավունք ենք վերապահում նշելու էլի արժևոր մարդկանց անուններ։ Նրանց գործերն անմահ են, իսկ մեզնից պահանջվում է հիշել ու ճանաչել։ Ճանաչել ու արժևորել մերը, չէ որ մերն ուրիշ է։ Ու Երևանը սպասում է դեռ այն քարե հանճարներին, որոնք իրենց արժանի տեղը դեռ կգտնեն իմ Երևանում։ Քարերը պատմում են, քարերը խոսում են։ Ուղղակի պետք է կարողանալ լսել ու հասկանալ, որ մենք ապրում ենք, խոսում ու կենդանի մի քաղաքում, որ ճարտարապետությունը սիմֆոնիա է, արձաններն ու հուշաքարերը երաժիշտներն են, իսկ մենք այն ընկերներն ենք, որոնց սրտերը երբեք չեն քարել, քանի դեռ հնչում է անմահների երաժշտությունը։
ծնվել մեծացել է քո գրքում ինձ Երևան Իմ սրտի մայրաքաղաք հարատև արևուտյան Երևան դու սերն ես հայերի Իմ սրտի մայրաքաղաք բարի օր գիշեր բարի Երևան դու իմ տան որ երբեք չի դադարի Իմ սրտի մայրաքաղաք հարատև արևուտյան Երևան դու Սիրելի կողմերով, շատ սիրելի հյուրեր, տնօրներ, շատ սիրելի աշակերտներ։ Ես ուզում եմ շնորհավորել մեզ բոլորիս այս գեղեցիկ կայացած օրվա առթիվ։ Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել առաջին երկու երեխաներին իրենց պատրաստակամության համար, լավատեսության համար, շնորհակալություն հայտնել իմ ծնողներին, միշտ իմ կողքին, մեր կողքին լինելու եւ միշտ օգնելու համար, եւ հատուկ շնորհակալություն այն, ինչպես Անժելիկան նշեց, լուսավոր դռները բացողներին, Լիլիա Ասպանազովնա, շնորհակալություն։ Աննա, ում ապրում մեզ նորանոր հաջողություններ, շնորհակալություն։ Մենք սիրում ենք մեր քաղաքը, մեր դպրոցը անչափ երևանյան դպրոցը։ Եվ ես ուզում եմ ասել, որ 8-6-րդ դասերը, ռուսական դասերը, այսքան սեր, այսքան ջերմություն, այսքան խորը իմացություն իրենց համար, անչափ հարազատ այս քաղաքի համար, ես ուղղակի ուզում եմ ասել, կեցցեք երեխաներ, ամեն ինչ շատ գեղեցիկ էր։ Անչափ հարազատ էր բոլորիս համար, հրաշալի էր, ապրեք 8-6-րդ դասար, Սոնա Ակոպովնա, շնորհակալություն։ Ինձ հիշում է Երևանը Իմ այսօրն ու երեկվանը Ու երգում է շատրվանը Իմ սրտի սիրո մասին Երկու սիրտ երբ հանդիպում են Երևանը միշտ ներկա է Այս քաղաքն է որ ստիպում է Սիրահար մնալ հավերջ Իմ սրտի մայրաքաղաք հարատև արևուտյան Երևան դու սերն ես հայերի Բարի Երևան տունին տոն, որ երբեք չի դադարի Շենքն ու բակը հարևանս, իմ փողոցն ու նստարանս Մոտ ենք ես ու Երևանս, մոտ ենք շատ ու հարազատ Դու ծնվել ես, որ ապրեմ ես, քո սրտի զարկով սիրեմ քեզ Երևան դու առասպել ես, քարեզարդ երիտասարդ Իմ սրտի մայրաքաղաք, հարատև արևուտյան Երևան դու սերն ես հայերի Իմ սրտի մայրաքաղաք, բարի օր, գիշեր բարի Երևան տունին տոն, որ երբեք չի դադարի Երբ բացվում է առավոտը Ես առնում եմ քո կարոտը Երեկոտ այնքան անուշ է Հուշերով մի Երևան Սրտիս մեջ քո ջերմանում է Քեզ նայում ու ջերմանում եմ Ես ծնվել ու մեծացել եմ Քո գրքում ինձ Երևան Իմ սրտի մայրաքաղաք